Երկու-երեք բան կասեմ, որ մեր թիմը, մեր առաջնորդը անվտանգության առումով, ուժեղ արտաքին քաղաքականության առումով բացառիկ է, կարծում եմ ոչ մեկը չունի, գաղտնիք չունի, բայց հիմա գալիս ենք ընտրության, նաև պիտի պարզ բաներ ասենք մեր ժողովրդին։ Օրինակ, ասում եմ, որ մեր ծրագրով մենք գալու ենք եւ առաջի 2 տարին 27 եւ 28 թվերին գույքահարկը 25%-ով էժանացնելու ենք։ Հիշում եք 4 տարի 25% բարձրացրեցին, 100%-ով գույքահարկը բարձրացավ, որը վերաբերում է մեզանից յուրաքանչյուրին։ Իհարկե, դա չի վերաբերվելու գերթանկարժեք դղյակների, թանկարժեք գույքերին։ Հաջորդը, ես անձամբ խոստանում եմ եւ ծրագրում գրելու ենք, որ Հրազդանի Զորինկից կառավարական դաչայում ոչ մի նախագահ, ոչ մի պաշտպանության նախարար, ոչ մի Ալեն Սիմոնյան, ոչ մի վարչապետ չի ապրելու։ Այդ դաչաները փակվելու են եւ տրվելու է մեր զինվորների վերականգնմանը զինվորի տոն ծրագիրը։ Փակվելու է նաեւ Սևանի ամառանոցը, որը դառնալու է սոցիալական անապահով մարդկանց երեխաների համար կարևոր մի տեղ։ Հարկերի վերաբաշխումը, տարիներ շարունակ այս մասին խոսվել է։ Ի վերջո, ամբողջ հարկերը հավաքվում են, կենտրոնում են պետական գանձարանում եւ նրա փոքր մասն է, որ գնում է համայնքներ, մարզեր։ Այստեղ էական վերաբաշխում կլինի, որ պետական միջոցների մի զգալի մասը տեղափոխվի մարզեր, համայնքներ, գյուղեր, որ գյուղերն էլ զարգանան։ Մենք հիմա սարսափելի վիճակում ենք, հատկապես սահմանամերձ գյուղերի, փոքր գյուղերի պարագաներում։ Եվ մի բան էլ ասեմ, ժողովուրդ ջան, կարծում եմ կարևոր է։ Օրենքով արգելվելու է պետական պաշտոնյաների կամ նրանց կանանց ու ընտանիքի անդամներին բարեգործական հիմնադրամներ ստեղծել, որ ժողովրդի փողը չհավաքեն ու Աստված գիտի ինչ անեն։ Ծրագիրը կլինի, ավելի մանրամասն խոսենք, բայց որ այս ուժը ունի ռեալ պատկերացում եւ փորձառություն եւ այս ուժի իշխանության պարագայում կտեսնեք, որ տարիներ անց մենք իսկապես կունենանք ուժեղ, արժանապատիվ, հպարտ երկիր, որը կկարողանա բոլորի հետ խոսել հավասար իրավունքով։ Շնորհակալ եմ։